Բարի երեկո բոլոր նրանց, ովքեր դիտում են մեզ Հայաստանում։ Չգիտեմ, թե ինչպես ձեզ համար, բայց մեզ համար այս երեկոն նույնքան յուրահատուկ է, ինչպես եւ փետրվար ամսին, երբ անցյալ անգամ հանդիպեցինք։ Իսկ երեկոն այսօր յուրահատուկ է, որովհետեւ երկամսյա արձակուրդից հետո մեր հաղորդումը կրկին վերադառնում է Հայաստանի առաջին ալիք։ Բարի երեկո, ահա եւ մենք կրկին միասին ենք։ Ահա եւ մենք կրկին միասին ենք։ Եվ կրկին մեզ հետ կապի մեջ է Երևանյան մեր տաղավարը։ Բարի երեկո Տիգրան, բարի երեկո Աննա։ Բարի երեկո բոլորին։ Բարի երեկո, խոսում եւ ցուցադրում է Հայաստանի առաջին ալիքը։ Բարի երեկո Մաշա, բարի երեկո Միխայել։ Բարի երեկո բոլոր նրանց, ովքեր այս պահին դիտում են մեզ Ռուսաստանում եւ աշխարհի այլ երկրներում։ Բարի գալուստ Հայաստան։ Երկամսյա արձակուրդից հետո մեր հաղորդաշարը վերադառնում է Հայաստանի առաջին ալիք։ Մենք իսկապես կրկին միասին ենք եւ դա հիանալի է։ Բարի երեկո, եւ այսպես մենք սկսում ենք։ Ընդհանրապես, ինչպես գիտեք, հայկական հյուրընկալության մասին լեգենդներ են հյուսվում։ Բոլոր նրանք, ովքեր դա զգացել են, երկար տարիներ հիշում են Հայաստան կատարած իրենց այցը եւ 10, եւ 20, եւ 30 տարի անց։ Այդպիսի եւս մեկ պատմություն մենք լսեցինք այստեղ, մեր տաղավարում, Օստան կինոյում։ Այն ժամանակահատվածում, երբ դեռ չէինք հանդիպել։ Հիմա կպատմենք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես Վադիմ Ալեքսանդրի Սկորնիկովն եմ։ Ընկերոջս հետ փնտրում եմ մեր ընկերոջը Քաջիկ Լիպարիդի Բաբայանին։ Միասին ծառայել ենք նավատորմում։ Ծառայությունից հետո հանդիպել ենք։ Նա ներկա է եղել իմ եւ կնոջս հարսանիքին։ Սակայն սկսվեցին ծանր 80-ականները եւ կապն ընդհատվեց։ Նամակները ետ էին գալիս, հնարավոր չէր զանգահարել։ Հետո ես մեկնեցի Ուրալից։ Եվ վերջ, կապ այլևս չկա։ Գիտեք ինչ էի ցանկանում հարցնել ձեզ։ Պարզապես ինձ էլ շատ հետաքրքիր է։ Մեր հաղորդումը եթերում է արդեն գրեթե 14 տարի։ Ձեր ընկերոջը որքան ժամանակ չեք տեսել։ 31 տարի։ 31 տարի։ Իսկ մեզ նամակ ուղարկել եք անցած տարի օգոստոս ամսին։ Այո, երբ ինտերնետ ունեցա։ Պարզապես ինտերնետ ունեցաք, հասկանալի է։ Այսինքն բանն այն չէր, որ դուք չէիք հավատում, չէիք ցանկանում փնտրել։ Պարզապես սպասում էիք, որպեսզի ինտերնետ ունենաք։ Ոչ, ես շարունակում էի փնտրել։ Մենք ձեր հաղորդման շնորհիվ մեկ ընկերոջ արդեն գտել ենք։ Ես նամակներ էի գրում։ Բաքվում բնակվում էր մեր ընկերներից եւս մեկը, 4-րդը։ Մենք նրան գտանք, պարզվեց, որ նա Պիտերում է։ Բաքվից նա մեկնել էր Կրասնոդարի երկրամաս։ Իսկ արդեն այնտեղից մեկնել է Լենինգրադ, քանի որ այնտեղ սովորում էր նրա դուստրը։ Նա այնտեղ աշխատում էր, օգնում դստերը։ Իսկ նրա որդին մեկնել էր Կրասնոդարի երկրամաս եւ գտել այս նամակը, որը մենք էինք ուղարկել։ Մենք անմիջապես զանգահարեցինք միմյանց եւ հանդիպեցինք Պիտերում։ Մեկնեցինք նրա մոտ Պիտեր։ Այնպես որ նա միակը չէ, ում ես այստեղ փնտրում եմ։ Հիանալի է։ Ձեր հաղորդաշարը ինձ արդեն օգնել է։ Դե ուրեմն եկեք վերադառնանք այդ դեպքին։ Ձեր նամակում դուք նշել եք ձեր ընկերոջ հասցեն, քաղաք Երևան, Շահումյանի անվան փողոց եւ այլն։ Դուք, ինչպես ես եմ հասկանում, եղել եք նրա մոտ հյուր։ Այո։ Կնոջս հետ իհարկե հանդիպում եղել է։ Փողոցը շրջանցեցինք, Երևան քաղաքում խարույկ վառեցինք, վրան խփեցինք։ Այո, այսինքն փակել էինք, արգելվում էր անցնել փողոցը։ Այո, այնտեղ ընդունված է, երբ հյուր է գալիս, անմիջապես խորոված են պատրաստում։ Հիանալի է։ Իհարկե, շատ հաճելի էր։ Իսկ այդ փողոցը Երևանում արդեն չկա, այն անվանափոխվել է։ Ես փնտրեցի տիեզերքից, սակայն չգտա։ Հիմա այն ուրիշ անվանում ունի։ Բայց այդ փողոցում, չնայած այն այլ կերպ է կոչվում, մինչև հիմա հիշում են, թե ինչպես էիք դուք այցելել այնտեղ։ Դիտեք։
տերմացանք եւ ընկերացանք առաջ անգամ երբ ծով ենք դուրս գալի Բարենցի ծովում 150 մետր խորության վրա։ Եվ այդ ընկերությունը ես հիմա հուզվում եմ, այդ ընկերությունը տևեց 3 տարի, 77 թվին մենք զորացրվեցինք։ Զորացրվելուց հետո 78 թվին Վադիմը ինձ հեռագիր ուղարկեց, որ ամուսնանում է։ Ես մեկնեցի եւ այնտեղից Լիսվա քաղաք, որտեղ ինքը ապրում էր։ Այն ժամանակ իր ծանոթներն էլ կային։ Ինձ ջերմ ընդունելություն կազմակերպեցին։ Ես 10 օր մնացի Լիսվայում եւ եղավ Վադիմի հարսանիքը, շատ հետաքրքիր էր ռուսական հարսանիք, ես երբեք չէի տեսել, չէի մասնակցել։ Վերադարձա եւ 79 թվին Վադիմը կնոջ հետ ժամանեց Երևան։ Այրոպորտում մենք դիմավորեցինք։ Դե պատկերացրեք ինչ ջերմ հանդիպում էր 3 տարի ծովում միասին ծառայելուց հետո մենք հարազատներ ենք, մտերիմներ։ Մենք եկանք տուն եւ ես Վադիմին մի շաբաթ եւ երևի մի 7-8 օր իրանք մնացին Երևանում։ Մեր հայկական հյուրասիրության համաձայն լավ ընդունեցինք։ Սկսեցինք իրեն տարբեր տեղեր հյուրեր տանել, գնացինք Էջմիածին, եկեղեցիները նայեցինք, Սևան ենք տարել, տեսարժան վայրեր ենք ման տվել։ Հարևանի տղայի հարսանիքն էր փողոցում, փողոցը ծայրիսար մինչև կամազը փակված էր, մայթ։ Հարսանիքին ինքն էլ մեզ հետ մասնակցեց, հաջորդ օրը մենք թույլ չտվեցինք, որ վրանը հավաքեն, վրանում հավաքեցինք մեր հարազատներով, մոտ մի 30-40 մարդ այդ ձևի, ես հիմա ճիշտ թիվը չեմ կարող ասել, մենք գար մորթեցինք, կենդանի գար բերինք մորթեցինք, խոզ բերեցինք, եւ որպեսզի ռուսական բանի համաձայն ռուսները խոզի միստ են հարգի, ավելի հարգի։ Դրա համար մենք երկու տեսակի խորոված արեցինք, խորովածն արեցինք մեր բակում, հատուկ մաղալի վրա, ինքը շատ հիացած էր այդ պրոցեսով եւ հետաքրքրվում էր, թե ոնց են անում խորովածը։ Սկզբից մինչեւ վերջ Վագիֆը մասնակցեց մեր խորովածին, կինը մեր աղջիկների, մեր մայրիկներին օգնում էր սեղանները դնելուց, հարդարելուց։ Հրաչիկը լավ խորովածի մասնագետ է, ընդհանրապես մեր տանը ինչ դեպքեր էր լինում, ուրախության հրաչիկը խորովածի մասնագետն էր։ Վադիմը եւ որ կրակը վառել ենք խորոված ենք անում, դե պետք է կրակը նստի հանդարտվի, որ խորովածը շարենք։ Ինքը ասում էր, վայ կրակը հանգավել, երբ կեփի խորովածը, ոնց կեփի, ինքը զարմացել էր այդ process-ով։ Խորովածը անելու ժամանակ իրեն շատ էր հետաքրքրում խորովածի պատրաստելու process-ը։ Խորովածը եւ որ պատրաստեցինք, դե մեր սովորության համաձայն մի պատար խորմի կտոր խորոված հենց մաղալի մոտ ուտել, մի բաժակ օղի խմել, այդ բանը Վադիմին շատ դուր եկավ։ Ինքը ընդհանրապես հիացած էր Հայաստանով։ Հայաստանի գեղատեսիլ վայրերը, Սևան, Էջմիածին, բազմաթիվ տեղեր են եղել։ Ինքը ուղղակի հայկական այդ ջերմ ընդունելությունը, բնությունը, մարդկային ջերմ վերաբերմունքը Վադիմին շատ էր հետաքրքրում եւ ինքը բավականություն ստացավ ու բաժանվելուց արդեն դժվարությամբ էինք բաժանվում։ Սիրելի Վադիմ, ես շատ ուրախ կլինեմ քեզ նորից տեսնել Երևանում մեր տանը։ Ես քեզ հրավիրում եմ ձեր տիկնոջ եւ աղջիկների հետ, թոռների հետ միասին այցելեք Երևան եւ այդ 32-3 տարվա ընդմիջումից հետո մենք նորից լավ հանդիպում կկազմակերպենք, նորից կայցելենք մեր այցելած վայրերը եւ կվերապրենք այդ պահերը, որ մենք զգացել ենք այդ տարիներին։ Ես մեծ սիրով ձեզ հրավիրում եմ Երևան։ Վադիմ ջան, ես Խաջիկի եղբայրն եմ։ Դուք երևի ինձ լավ կհիշեք, մենք միասին շատ ենք ման եկել։ Ես ցանկանում եմ քեզ ընտանիքին երջանկություն, առողջություն, հաջողություն։ Մենք ուրախ ենք, որ դու գտել ես մեզ։ Ես ձեզ նորից հրավիրում եմ Հայաստան, կարող ես գալ նույն ձևի, նույն հյուրասիրությունը մենք այստեղ ձեզ կընդունենք, ընտանիքով հրավիրում եմ ձեզ Հայաստան։ Եվ մեր հանդիպումից հետո մենք ցանկանանք նորից հանդիպել ձեզ։ Եթե հնարավոր է ընտանիքով խնդրեմ համեցեք, թող մեր մոտ այդ հուշերը նորից արթնանան եւ մեր ջերմությունը ավելի նորից ոցավառվի։ Դե դուք միայն պատկերացրեք, նրանք նույնիսկ փողոցն էին փակել, որպեսզի պարզապես հանգիստ խնջույք անեն։ Միթե այսպիսի մարդկանց ինչ-որ բան կարող է կանգնեցնել։ Ձեր ընկերը արդեն այստեղ է։ Պարոն Բաբայան։
Շնորհակալություն։ Շատ շնորհակալ ենք ձեզ։ Շատ շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։ Միանգամից երևում է, որ իզուր չենք փնտրել։ Ահա այսպիսի հանդիպում։ Ահա 30 տարի ցանկանում էի այսպես պարզապես գրկախառնված կողքը նստել։ Դե ես չգիտեմ, կկարողանաք փակել փողոցը Մոսկվայում։ Հեշտությամբ։ Բայց ցանկանում եմ ձեզ լավ երեկո։ Շատ շնորհակալություն ձեզ։ Եկեք, ես ձեզ կուղեկցեմ։ Շնորհակալություն, չէի սպասում։ Ինձ արդեն պատմել են, որ Օստանկինոյում հանդիպելուց հետո հին ընկերները մեկնել են մերձ մոսկովյան լուխովիցներ։ Փողոցը իհարկե շրջանցել չհաջողվեց, չէ որ դա մեզ մոտ Հայաստանում չէ, սակայն հիշեցին եւ վաղուցված ճամփորդության մասին դեպի Երևան եւ Քաջիկի պատասխան այցի մասին Վարդանի հարսանիքին։ Եվ իհարկե երգեցին զինվորական երգեր։ Парни на флоте у нас на подбор. Северный флот, северный флот, северный флот, раз-два не подведет. Северный флот, северный флот, северный флот, раз-два не подведет. Если решатся враги на войну, мы им устроим прогулку ко дну. Северный флот, северный флот, северный флот, раз-два не подведет. Իսկ թե ինչու ենք ասում 1-2, որովհետև դա շարքայինի երգ էր։ Ես թորնիկիս էլ այդպես եմ բարևում, ինչպես հրթիռավարներ։ Ամբողջ նավատորմի համար պատասխան չեմ տալիս, բայց երբ մենք էինք հանդիպում, միշտ այդպես էինք բարևում։ Դե ես երբ Վադիմին տեսա էկրանին, մենք դեռ չէինք հանդիպել։ Արցունքները միանգամից հոսեցին։ Այնտեղից ինձ ջուր էին տալիս, ասում էին ահա խմիր, հանգստացիր, բայց ես այդքան չէի կարող խմել։ Միևնույն է չօգնեց։ Երբ հանդիպեցի Վադիմին, արցունքները հոսեցին ինչպես հիմա, ես արդեն 24 ժամ է նրա հետ եմ եւ կրկին հուզվում եմ, չեմ կարողանում հանգիստ լինել։ Մենք 3 եւ այսօր ամբողջ օրը հիշում էինք մեր ծառայության տարիները։ 3 տարի միասին ուսուսի տված եւ ոչ մի վատ բառ անգամ միմյանց չենք ասել։ Մենք բաժանվում էինք, ինչպես հարազատներ։ Նավի վրա համաքաղաքացի հայեր չկային, բոլորը ռուս էին կամ բելարուս, եւ ես ընկերացա նրանց հետ։ Կարծես հարազատ եղբայրներ լինեին ինձ համար։ Հաղորդման շնորհիվ մենք հանդիպեցինք 30 տարի անց։ Ահա, ես կրկին հուզվում եմ։ Կարծես ցանկանում ես երգել, որքան երիտասարդ էինք։ Չեմ կարողանում խոսել, կրկին հուզվում եմ։ Իհարկե, ձեր շնորհիվ է։ Եվ ձեզ շատ շնորհակալություն, որ մեզ հանդիպելու այսպիսի հնարավորություն տվեցիք։ Ինձ անձամբ շատ հետաքրքիր է, ինչպես է լինելու երրորդ մասը արդեն Երևանում։ Ինքներդ կտեսնեք, իսկ այժմ շարունակենք։ Եկեք լսենք նրանց, ովքեր այսօր եկել են մեզ մոտ։ Բայց մինչ այդ մեկ հարց մեր հյուրերին Երևանում։ Ասացեք, միայն անկեղծ, այս 2 ամիսների ընթացքում, երբ Հայաստանում չէր ցուցադրվում մեր հաղորդումը, դուք գոնե երբեմն հիշում էիք դրա մասին։ Այո, հիշում, այո։ Հիշում ենք եւ շատ ենք սպասում։ Սպասում սպասում ենք, այո։ Այսօր դրությամբ մեծ ուրախություն է, որ եկել ենք գտնելու մեր հարազատներին։ Ինչ զգացողություններ են, այսպես, որ դուք հիշում եք, այդ ձեր տեսածը, դիտածը, այն ինչ որ տեսնում եք։ Սպասողական վիճակ էր, էլի մտածում ենք, երբ կլինի, ոնց լինելու։ Հասկանալի է։ Խնդրեմ։ Գիտեք, հարգելի Տիգրան, նախ շնորհակալություն։ Շատ դժվար է մարտանորոշության մեջ է ապրում։ Դա շատ դժվար է իհարկե։ Այսինքն մենք սպասման մեջ ենք։ Եվ այս 2 ամիսները անընդհատ մենք նայում ենք, իհարկե մենք չգիտենք ժամկետը, երբ է հաղորդաշարը շարունակվելու, եւ ես անակնկալի եկա, երբ որ 3 օր առաջ ինձ զանգում են Մոսկվայից, ես 2 օր չեմ քնում։
ու ուրախությունից չգիտեմ ինչ լուր կստանամ ես, սպասում ենք 20 տարի, սպասում ենք։ Փնտրում ենք մեր եղբորը։ Իհարկե հիշում ենք, Մոսկվայի սպասիրն ենք նայում, միշտ ու սպասում ենք, երբ պիտի Հայաստանի սպասիրը սկսի, որ մենք էլ գանք ձեր քաղցրությունը, դուք իսկական բժշկի գործ եք կատարում, բուժում եք մեր վերքերը, գտնում եք մեր հարազատներին, լավ գործ եք կատարում, շնորհակալություն, սպասիր ինձին։ Շնորհակալություն։ Բարի երեկո, ում եք փնտրում։ Ես փնտրում եմ իմ ծնողներին, Աննային եւ Վալերիին։ Սակայն չունեմ ոչ լուսանկար եւ ոչ էլ փաստաթուղթ։ Միայն կա մի փոքր հիշողություն, երբ որ փոքր էի, գնացքում էի, պատուհանից նայելուց նկատել եմ ինչ որ կայարանում բեռնատար գնացքի վրա բարձված սպիտակ վիլիսներ։ Շնորհակալություն։ Բարի երեկո։ Խնդրեմ ներկայացրեք ձեր պատմությունը։ Ես խոսում եմ ընկերուհուս անունից։ Նա շատ կուզեր խոսել, բայց ցավոք այս պահին հուզվում է։ Ինչպես ֆիլմում է լինում, իր մայրիկի մահվան օրը բարի ազգականներից նա իմացավ, որ ինքը որդեգրված է եւ նա իր մայրը չէ։ Եվ դրանից հետո նա սկսեց իր փնտրտուքները։ Եվ շատ աղքատիկ տեղեկության միջոցով, որին հիմա տիրապետում է, իմացավ, որ ծնվել է 1971 թվականի փետրվարի 7-ին Արարատ քաղաքում, այդ քաղաքի միակ ծննդատանը։ Մայրը եղել է շատ երիտասարդ մի աղջիկ, մոտ 17 տարեկան, Օսաննա անունով։ Վերջինս ունեցել է երկար մազեր։ Նա ծննդաբերել է եւ թողել է իրեն ծննդատանը։ Եվ դրանից հետո ինքը նրանից ոչ մի տեղեկություն չի ստացել, եւ մեկ շաբաթ հետո վերցվել է որդեգրող ծնողների այդ հիանալի մարդկանց կողմից, ովքեր երկար տարիներ ջերմ եւ հոգատար ոտքի են հանել նրան եւ ուղեգիր տվել դեպի կյանք։ Բայց ահա 15 տարի առաջ մահացել է մայրը։ Ես անվանում եմ նրան մայր, քանի որ նա իսկապես մայր է։ Այդ օրը նա իմացավ այդ մասին եւ ահա ցավ է հոգում։ Նա ուզում է գտնել, որպեսզի գոնե հասկանա ով է ինքը, ծնունդով որտեղից է եւ առհասարակ։ Նա այլևս ոչինչ չի ուզում, պարզապես ուզում է գտնել, թե ինչ կլինի հետո ինքն էլ չգիտի։ Պարզապես պետք է գտնել, իմանալ, թե առհասարակ ով է ինքը։ Եվ վերջ, նա շատ է հուզվում։ Հասկանալի է այդ հուզմունքը, դուք պատմում եք եւ ես նույնիսկ փշաքաղվեցի։ Դա իսկապես այդպես է, այնինչ լինում է կյանքում ցավոք ոչ մի ֆիլմում չես պատկերացնի, բայց դա կյանքն է։ Իհարկե գուցե ավելի լավ կլիներ, եթե նա նույնիսկ չիմանար, որ այդպիսի բան է տեղի ունեցել եւ ավելի հանգիստ կապրեր, բայց կյանքը ահա այդպես է դասավորվել։ Իհարկե ճակերտներում բարի մարդկանց մասնակցությամբ է նա իմացել դա։ Ես կխնդրեմ հնչեցնել մեր հերոսուհու անունը, քանի որ դուք խոսում եք նրա փոխարեն։ Նա Լուսինե Սիմոնյանն է, ծնված 1971 թվականի փետրվարի 7-ին։ Մայրիկի անունը Օսաննա է։ Նա այս ամենը իմացել է ծննդատանը, հետաքրքրվել եւ գտել է մարդկանց, ովքեր եղել են այդ ժամանակ եւ ովքեր ընդունել են ծնունդը։ Նույնիսկ մանկաբարձի հետ է զրուցել։ Եվ այդքանը։ Այդ աղջիկը 17 տարեկան է եղել։ Ցանկացած արդյունքի դեպքում, նույնիսկ եթե հետո որևէ կապ չլինի, մարդը ուզում է տեսնել իր կենսաբանական մորը։ Միգուցե դրանից հետո նրան ավելի հեշտ լինի ապրել։ Ես կարծում եմ պետք է համբերություն։ Հենց այս պահից կարող եք համարել, որ որոնումներն արդեն սկսված են։ Մեր հույսն էլ հենց դա է, եւ այն հրաշքները, որ իրականացնում է այս հաղորդումը, անհնար է վերագնահատել։ Ամենակարևորն է հավատալ եւ սպասել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Բարի երեկո, ես Ամիրյան Անայիդան եմ։ Փնտրում եմ ոչ հարազատ քրոջս, Կարապետյան Ռուզաննային։ Ես նրան երբեք չեմ տեսել։ Նա 48 թվականի ծնունդ է, ես 51։ Քերիս բաժանվել է առաջին կնոջից եւ նրանք եկել են Երևան։ Մայրս ինձ շատ է պատմել նրա մասին։ Մենք ունենք նրա լուսանկարները։ Ես մեծ հույսեր եմ կապում «Սպասիր ինձ» ծրագրի հետ եւ շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ։ Եվ ուզում եմ, որ դուք գտնեք իմ ոչ հարազատ քրոջը, Կարապետյան Ռուզաննային։
Եթե հնարավոր է։ Դուք ունեք ինչ-որ ենթադրություններ, որտեղ է նա բնակվում, որտեղ կարող է լինել։ Նա ծնողների հետ բնակվում էր Կիրովականում։ Մայրիկի անունը Ասիա է։ Իսկ ավելին ոչինչ չգիտեմ։ Մայրս հաճախ հիշում էր, գիշերները լաց էր լինում, անհանգստանում էր։ Եվ ինձ համար ցավալի էր տեսնել նրա արցունքները։ Ես միշտ ուզում էի գտնել։ Ես գրել եմ Մոսկվայի «Սպասիր ինձ» ծրագրին, երբ այստեղ Երևանում այն դեռ չկար։ Իսկ հետո, երբ ծրագիրը հայտնվեց այստեղ, ես այստեղ էլ գրեցի։ Հույսս ձեզ վրա է։ Մենք էլ ենք հուսով, որ մենք եւ մեր գործընկերները կկարողանանք օգնել ձեզ։ Ես շատ եմ ուզում գտնել գոնե ոչ հարազատ եղբայրներիս։ Հնարավոր է ծնողները չկան արդեն, քանի որ մայրս ոչ ոք չուներ։ Մի զարմուհի ունի։ Նա էլ բնակվում է Որոնեժում։ Շատ շնորհակալություն, մենք կաշխատենք օգնել ձեզ եւ ձեր ընտանիքին։ Շնորհակալություն։ Ես նախ շնորհակալություն հայտնեմ ձեր հաղորդմանը, որ այսքան մարդկանց հավաքում եք եւ ուրախություն եք պատճառում։ Ես իմ անունս Միասնիկ է։ Հնդրում եմ իմ եղբորս։ Ծնված 1962 թվականին Արտյոմ Ռուսական անունն դեղ Արտյոմին իրան ասում, իսկ իր հայկական անունը Պարկև Հարությունի Գրիգորյան։ 91 թվականին իր տիկնոջ երեխայի հետ տիկինը ազգությամբ ռուսու է, Տատյանա Վախտինա Նիկոլաևնա հետ մեկնել են Վարոնեժի մարզ, ծնողների մոտ, բնակվել են այնտեղ։ Հետո ունեցել են մի հատ աղջիկ Նաիրա Գրիգորյան Պարկևի։ Տղու անունն էլ Արկադի Պարկևի Գրիգորյան։ Բայց լսողությունների, այսինքն ինչ-որ բաների պատճառով իմացել ենք, որ տղան մահացել է, ջրախեղտ եղել։ Հանդիպել ենք 95 թվականին Արիոլում, իմ մեծ եղբոր մահվան ժամանակ։ Դրանց հետո ոչ մի նոր լուր չունենք։ Խնդրում եմ, ինչ-որ տեղեկություններ, հնարավոր է ինչ-որ կապ հաստատել նրանց հետ, թեկուզ կապ հաստատելով։ Իրանք բնակվել են Վարոնեժի մարզի Սեմելուկի ռայոնի Մելովատկա գյուղում։ Մելովատկա անվանումով գյուղը մենք գտանք, բայց այնտեղ ոչ ոք Պարքև Գրիգորյանին չհիշեց։ Եվ հանկարծ ձեր հայտին արձագանք եկավ, բայց ոչ Մելովատկայից, այլ Որոնեժից։ Արձագանքել էր ձեր զարմուհին, Նաիրան, Պարքևի դուստրը։ Նա նույնպես փնտրում է հորը եւ շատ ուրախացավ, երբ տեսել է, որ ձեր հայտը մեր կայքում շատ է ուրախացել, երբ տեսել է հայտը։ Հիմա միաստիկ ես հաճույքով ուզում եմ մեկ պարտականություն կատարել։ Ձեզ եմ հանձնում, այստեղ ձեր զարմուհու բոլոր կոորդինատներն են, կապվեք նրա հետ, նա ձեզ սպասում է անհամբեր։ Նասիպ իսկ ձեր եղբոր եւ ընտանիքի որոնումները մենք կշարունակենք։ Շնորհակալություն։ Ես շնորհավորում եմ ձեզ։ Շնորհակալություն։ Ինչպես միշտ մենք դիմում ենք ձեր օգնությանը։ Դիտեք ուշադիր։ Բոլոր այս մարդկանց մենք փնտրում ենք Հայաստանում։ Սուրեն Գասպարյանին եւ նրա որդիներին Գևորգին, Խաչատուրին եւ Հրաչիկին փնտրում է դուստրը Պսկովից։ Նա գրում է, որ ծնողները ծանոթացել են Տարտուում։ Պատերազմական ժամանակների այս լուսանկարը մեզ ուղարկել են Իսրայելից։ Այդտեղ պատկերված են Զինա Զոլոտնիկը եւ Գեորգի Կանտարչյանը։ Գեորգի Կանտարչյանը ծառայում էր որպես օդաչու։ Պատերազմից հետո բաժանվել են եւ նա մեկնել է Հայաստան, իսկ Զինան Կիև։ Եվ հիմա թորնիկը ուզում է գտնել Հայաստանում իր հարազատներին։ Իսկ սա Միխայել Գևորգյանն է, լավագույն ենթասպա, այսպես է նրա մասին գրում ընկերը Ուկրաինայից։ Նա շատ է ուզում գտնել Միխայելին, նրա կնոջը Սուսաննային եւ 3 դուստրերին։ Լարիսա Մնացականի Ստեփանյանին եւ նրա ընտանիքին փնտրում է քույրը Ռոստովի մարզից։ Այս լուսանկարում պատկերված է Նատալիա Բակուլինան։ Նա ապրում է ԱՄՆ-ում, Կալիֆոռնիայում։ Արդեն 30 տարի է, ինչ փնտրում է Սեյրան Գևորգյանին։ Նա գրում է.
Սեյրանը աննման կապույտ աչքեր ունի ու բարձր հասակ։ Այս բոլոր տարիների ընթացքում ես մտածում էի միայն այդ մարդու մասին եւ ափսոսում, որ հրաժարվեցի մեկնել Երևան ծանոթանալու նրա հարազատների հետ։ Վալտեր Մանուկյանին եւ նրա հարազատներին փնտրում է դուստրը Ղրղստանից։ Արտակ Տերտերյանին փնտրում են հայրը եւ քույրը։ Լուսանկար չկա, առկա է միայն ծննդյան վկայականը։ Սա Վախթանգ Ալիխանյանն է, ծնվել է 1914 թվականին Հաղպատ գյուղում։ Ասում են, պատերազմից հետո նրան տեսել են Երևանում։ Նիժնի Նովգորոդից նրա թոռը շատ է ուզում գտնել հարազատներին։ Վլադիմիր Մարլենովիչ եւ Գեորգի Մարլենովիչ Հովսեփյաններին փնտրում են քույրերը Ուկրաինայից։ Նրանք վստահ չեն, որ եղբայրները գիտեն իրենց մասին։ 1945 թվականին Վերա Անդրեի Նովակովսկայան մեկնել է Հայաստան։ Նրան փնտրում է քույրը Ուկրաինայից։ Նինա Անդրեևնան արդեն 93 տարեկան է։ Ռազմիկ Մանուկյանին եւ նրա կնոջը Անուշին փնտրում են ընկերները Ուկրաինայից։ Ընկերացել են Արտաշատ քաղաքում։ Այս զինվորական լուսանկարում պատկերված են երկու ընկեր՝ Նիկոլայը եւ Յուրան։ 1963 թվականին ծառայել են Մոլդովայում տանկային գումարտակում։ Յուրի Մկրտիչը, անպայման արձագանքեք։ Եթե դուք կարող եք օգնել մեր որոնումներին, անպայման կապվեք մեզ հետ։ Մեր խմբագրության հետ կապ հաստատելու համար բոլոր կոորդինատները դուք տեսնում եք այս պահին ձեր էկրաններին։ Բարև ձեզ։ Խնդրեմ ներկայացրեք ձեր պատմությունը։ Իմ պատմությունը մի քիչ շատ է, ես փնտրում եմ եւ ընկերուհիներիս եւ հայրիկիս բարեկամներին, այսինքն հայրիկիս հարազատ հորաքրոջ ընտանիքին։ Եվ ինչ որ հաջողություններ եղել են։ Չէ, տարիներ առաջ քանի դեռ սպասիր ինձ ծրագիրը չկար, ես նամակներ գրում էի Զիմինյա հաղորդաշարին։ Հետո որ մեզ մոտ բացվեց սպասիր ինձ ծրագիրը, շատ ուրախացա, որոշեցի ձեզ նույնպես նամակներ գրել էլեկտրոնային կայքի միջոցով, բայց այսօր դեռ պատասխաններ չունեմ։ Ինձ ասել են, որ դուք սպասիր ինձ ծրագրին էլ ուղարկել եք 7-8 անգամ, հա, հայտ։ Այո, շատ, չգիտեմ, չեմ հաշվել, բայց շատ եմ ուղարկել։ Եվ փնտրում եք ձեր ընկերներին ամբողջ աշխարհում, հա, Լիտվայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Կրասնոդարում, հա։ Հա։ Եվ իհարկե Հայաստանում նույնպես։ Հայաստանում նույնպես։ Հայաստանում եք փնտրում ընկերներից։ Հայաստանում նույնպես, Հայաստանում փնտրում եմ մի քանի ընկերուհիներից, որոնց հետ խորհրդային ժամանակ մանկության տարիների նամակագրական կապերի մեջ են եղել։ Եվ հուսանք, որ ինչ որ մեկը անպայման կարձագանքի։ Իսկ դու դիտում եք մեր հաղորդումները։ Այո, միշտ պարտադիր ամեն անգամ։ Եվ ինչպիսի տպավորություններ եք։ Շատ լավ, ամեն անգամ բոլորի հետ հուզվում եմ, բոլորի հետ ուրախանում եմ։ Եվ եթե դիտում եք, ուրեմն տեսել եք, որ Հայաստանում մեր հատուկ թողարկման ժամանակ այդ լուսանկարներից մեկը մենք արդեն ցուցադրել ենք։ Անուշ Մարգարյանի լուսանկարը։ Անուշ Մարգարյանի։ Այո։ Հիմա խնդրում եմ պատմեք Անուշի մասին։ Անուշ Մարգարյանի հետ նույնպես ծանոթացել ենք 90-ական թվականների սկզբներին։ Նա կանչ թերթին այն ժամանակ պիոներ կանչ թերթ կար, նամակ էր գրել, իր քույրիկին էր փնտրում, նրանք երկուսն էլ մանկատանն էին եղել։ Քույրիկը ամուսնացել էր, իսկ Անուշը մնացել էր մանկատանը, նա փնտրում էր քույրիկին, ուզում էր նորից գտնել նրան։ Ես էլ ուղղակի հետաքրքրության համար գրեցի նրան, ծանոթացա, այդպես մի տարի շարունակ երևի ավել։ Իրար նամակներ էին գրում, հետո կապը ընդհատվեց, հետո արդեն Անուշը մանկատնից արդեն երևի դուրս էր եկել։ Այդպես տարիներ շարունակ ուզում էի գտնել, ուղղակի հետաքրքիր էր ինչպես էր դասավորվել նրա կյանքը մանկատնից դուրս։ Հուսով եմ, որ նրա մոտ ամեն ինչ շատ լավ է։ Իսկ հիմա ամենակարևորը։ Չնայած Հայաստանի ձեր ընկերուհին այդ հաղորդումը չէր դիտել, բայց նրան փոխանցել էին, որ իրեն փնտրում են։ Դիտեք։ Այդ օր ընկերուհիներով նստած նայում ենք սպասիր ինձ հաղորդաշարը, հանկարծ ցույց տվեցին Անուշիկին։ Ձեզ զարմացանք մենք։ Այդ պահին ես վազելով գնացի Անուշիկին արթնացրեցի, ասի Անուշ, վեր կաց, շուտ արա, քեզ են ցույց տալի, քո նկարն են ցույց տալի, ինչ որ քեզ ման են գալիս։ Ես քնած էի, ինձ Գայանեն իմ ընկերուհին զանգ արեց, ասեց Անուշ, ինչ որ ժմինայով քեզ են տալի, ասում եմ ով է, Լուսինյանով աղջիկա փնտրում։
Ես էլ ասի ճանաչում եմ Լուսինե անունով աղջիկ, մի բան թվաց իմ հետ մեծացած Այվազյան Լուսինեն է, փաստորեն էս մի Լուսինեն Ավակյան Լուսինեն էր։ Ինձ թվաց թե իմ հետի մեծացածն է, փաստորեն չէ։ Մի ժամանակ ես պիոներ կանչ խմբագրություն կար, նամակ էի գրել, փնտրում եմ քույրիկիս եւ այդպես ծանոթացել եմ մի քանի հոգու հետ, նամակագրական ընկերուհի եւ դա Լուսինեն է մի հատը, փաստորեն նկար իր մոտ է էլի։ Նորմալ ընտանիք եմ ստեղծել, փարկաստու երջանիկ եմ, շատ լավ է ու շատ կուզենայի, որ Լուսինեն տեսներ իմ ընտանիքին, ծանոթանայինք, լավ կիսուր ունեմ, լավ կեսրար, ճիշտ է կեսրարս Իսպանիան էստեղ չի, բայց գիտի արդեն Լուսինեի մասին։ Լուսինե ջան, ես շատ ուրախ եմ, որ դու ինձ հիշել ես եւ ուզում ես մեր արդեն ոչ նամակագրական, այլ իսկական կապերով ընկերությունը շարունակվի։ Շատ ուրախ եմ եւ շատ եմ ուզում իրոք քեզ տեսնել։ Անչափ ուրախ եմ, որ ինձ հիշել ես։ Ես մի պահ ճիշտ ասած կներես, որ չէի հիշում, բայց որովհետեւ խառնեցի, բայց հիշում եմ։ Մի խոսքով հույսով եմ շատ շուտով մենք կհանդիպենք։ Ես քեզ մեծ ծաղիկներ կնվիրեմ։ Եվ ես հույսով եմ, որ մի օր ես իմ քույրիկին եւ բնականաբար իմ ծնողներին կգտնեմ։ Ես շատ ուրախ կլինեմ իմանամ ով են իմ ծնողները եւ Ռուզանա անունով իմ քույրիկը։ Ու ամեն ինչ տեղ կընկնի, ամեն ինչ լավ կլինի։ Տա Աստված ես գտնեմ իմ քույրիկին եւ իմ ծնողներին։ Իրոք շատ եմ ուզում գտնել։ Դուք երբեք նրան չէիք տեսել, չէ՞, միայն լուսանկարով։ Այո, միայն լուսանկարով։ Այսպիսին էր Չէ, բավականին գեղեցիկ է ավելի։ Հիմա ավելի գեղեցիկ է։ Ինձ թվում է պետք է արագ ծանոթացնել ձեզ ինչ հետ։ Անուշ, համեցեք։ Շատ ուրախ ենք, որ այսօր մեր տաղավարում եք, ընդունեք մեր շնորհավորանքները։ Հետաքրքիր պատմություն է, որ շատ ավելի երիտասարդ տարիքում շփվել եք, երբևէ չեք հանդիպել։ Հիմա տարիներ անց Չէ, առաջին անգամ տեսակ իրար։ Այո, նամակագրական կապեր ուղղակի եղել։ Իսկ հիմա առաջին անգամ շատ հաճելի է։ Շնորհակալ եմ, որ ինձ հիշել ես։ Միշտ հիշում եք։ Ու շարունակենք մեր ընկերությունը։ Բոլոր նամակները շնորհակալ եմ ձեզանից։ Ես միշտ էլ հետևել եմ ձեզ, ձեր հաղորդաշարը։ Շատ շնորհակալ եմ, որ բոլորին օգնում եք այս հարցում։ Սա շատ ամենակարևոր հաղորդաշարն է կյանքում, ամեն տեսակետով։ Շատ շնորհակալ ենք ամեն ինչի համար։ Մենք էլ շատ ուրախ ենք։ Շատ հաճելի է Լուսինե։ Ինչ որ բան ունեք ավելացնելու Լուսինե, տեսնում եմ, որ շատ հուզված եք։ Ուղղակի շնորհակալություն, շատ բոլորին։ Եվ շատ հետաքրքիր մի բան, որ դուք հիմա միասին պիտի շարունակեք փնտրել եւ սպասել Անուշի քույրիկին, հա, ասացիք, որ մի պատմություն էլ ունեք ու նաեւ ծնողներին։ Հիմա արդեն միասին կսպասեք բարի լուրի ձեր ընտանիքի համար։ Բարի, շատ շնորհակալ եմ։ Այսքան ինչ ասեմ։ Տեսնում եմ, որ շատ հուզված եք։ Բարերը փրկվել են կոտնունքի ջուրմունքից։ Մենք շատ ուրախ ենք ձեզ համար, սա իսկապես թանկ պահեր են, ես հասկանում ձեր զգացողությունները, ձեր ապրումները եւ ուրախ ենք, որ ամեն ինչ այսպես ավարտվեց։ Շատ շնորհակալ ենք նմանապես, մենք էլ ենք ուրախ։ Շնորհավորում ենք ձեզ։ Դե ինչ, այժմ հուսով եմ, որ բաժանվում ենք ոչ երկար ժամանակով, ընդամենը մինչև մյուս շաբաթ։ Մինչ նոր հանդիպում Հայաստանի առաջին ալիքի եթերում։ Մենք նույնպես անհամբերությամբ կսպասենք այդ հանդիպմանը։ Հաջողություն, մինչ նոր հանդիպում։ Ցտեսություն, մինչ հաջորդ շաբաթ, բոլորին հաջողություն։ Ցտեսություն Երևան, ցտեսություն Հայաստան, փնտրեք միմյանց, ինչ էլ որ պատահի, եւ սպասեք անկախ ամեն ինչից։